Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամ է, այսօր մարտի 24-ն է, երեքշաբթի։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է վարչապետի հայտարարությանը, ըստ որի սեպտեմբերին հնարավոր է պատերազմ, եթե իրենց կուսակցությունը ընտրություններում չստանա սահմանադրական մեծամասնություն։ Նա խոսել է այդ խոսույթի հնարավոր ռիսկերի եւ ընդդիմության արձագանքների մասին։ Քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ են կարողանում անել, իսկ երկրի վարչապետը ունենալով ինֆորմացիա տիրապետելով ամբողջ process-ներին կարող է նման կանխատեսում անի, ես նաև նշեցի, որ մեր ընդդիմադիր գործիչները նույն բանն են ասում, նույն բանն են ասել, նույնիսկ խաղաղության պայմաններում, որը որ մենք հիմա ունենք, մեր падգամավորները վեր են կենում եւ գոռում են, որ պատերազմ է եւ այլ, խի դուք դա ընդդիմադիր գործիչների մոտ չեք տեսնում, երբ որ վարչապետը նույն բանն է ասում, արդեն ավելի հիմնավոր ձևով, ձեր մոտ դա զարմանք է ազգային Հայաստանի Հանրապետությունում փաստացի կա երկու բևեռ, դա հարևանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բևեռն է, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է իր ասուլիսի ժամանակ, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29743 կիլոմետր քառակուսի կիլոմետրի մեջ դա ուտոպիա է եւ խոսում են պահանջատիրության մասին, տանում են այդ խոսույթը, որ մարդիկ, ովքեր որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դեմ են, դեպքը դուրս էր եկել, ինձ ասում էր, բան Նախիջևանն եմ ուզում, Կիլիկյանն եմ ուզում եւ Ղարաբաղն եմ ուզում։ Այդ խոսույթը պատերազմի մասին է։ Իրանք բերել էին բանակցային process-ը հասցրել էին մի իրավիճակի, որտեղ ակնհայտ էր իրանց համար առնվազն եւ իրանք գիտեին, որ հավանականությունը պատերազմի շատ մեծ է, դրա մասին խոսում էին եւ նույնիսկ 2020 թվականի հունվար թե փետրվար ամիսներ ես դրա մասին ասել եմ, Սերժ Սարգսյանը Իրան կոռուպցիայի մեջ մեղադրվող դատավարության ժամանակ 2020 թվականի հունվար-փետրվար ամսի մասին է խոսքը, մեգաֆոնը վերցրել էր, ասում էր Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք է զարմանում, ասում ենք, ինչա՞ ասես բաներ խոսում։ Իրանք գիտեին, որ բանակցային process-ը, դա մենք դրա մասին ենք շատ խոսել, հա, ապրիլյան պատերազմը, այդ ամեն ինչը գալիք պատերազմի անոնսներ։ Ինչ վերաբերում է հիմիկվա մասին, ես ասում եմ հետեւյալը, որ կա երկու քաղաքական ուղղություն։ Եթե դու պահանջատիրական բաներս ներկայացնում, պահանջներս ներկայացնում քո հարևաններին, բնական է, դա կազուս բելի է, դա պատերազմի առիթ է, եւ դու ակնհայտ անոնս ես անում, որ դու հարձակվելու ես։ Խորհրդարանում այսօր քննարկվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Թեկնածուն ազգային ժողովի падգամավոր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է։ Նա հանդես է եկել ելույթով եւ պատասխանել է падգամավորների հարցերին։ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջարկել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդանյանը դադարեցրել էր անդամակցությունը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու դեպքում դադարեցնելու է նաև խորհրդարանական գործունեությունը։ Ինչու է նման որոշում կայացրել։ Այս հարցը կարմիր թելի պես անցնում էր նիստի ողջ ընթացքում։ Շատ գիտակցաբար գրել եմ падգամավորական մանդատից հրաժարվելու դիմում, որովհետև առաջին չեմ ուզում, որ իմ խորհրդարանական գործընկերներ, այդ թվում դուք կաշկանդված լինեք նրանով, որ գիտեք, դե հիմա բանը չընտրենք, որ մնա падգամավոր, բայց դու իրար հետ աշխատելու ենք, լավ արել ավելի լավը գնանք ընտրենք, ոչ։ Եթե դու ստանձնում ես որոշակի դերակատարություն, դու պետք է գնաս առաջ։ Վարդանյանը խոստովան է, շատ է սիրում խորհրդարանական աշխատանքը, շատ է սիրում նաև Սահմանադրական դատարանը, ասաց, որ արմատներով Սահմանադրական դատարանից է, ունի 15 տարվա աշխատանքային փորձ, երբեք չի օգտագործել առաջխաղացման, այսպես ասած, լիֆտի հնարավորությունները, բայց եւ չի ուզում հետեւյալ իրավիճակն ապահովել։ Գիտեք, ստե չստացվեց, թե գոնե կմնա, ոչ։ Սա բարոյականության խնդիր է, սա էթիկայի խնդիր է, սա ճիշտ է։ Եթե ես հնարավորություն ունենայի ավելի վաղ հրաժարվեի մանդատից, հավատացնում եմ, ավելի վաղ հրաժարվեի մանդատից եւ այստեղ հանդես կգայի ոչ թե երկակի կարգավիճակով, այլ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։ Վարդանյանը ընթերցելով Սահմանադրական դատարանի դատավորի երդման տեքստը ընդգծեց, որ լինելու է անաչառ, վարելու է պետականամետ գործունեություն։ Նա բերեց նաև միջազգային փորձից օրինակներ, թե ինչպես են քաղաքական ուժի ներկայացուցիչները դարձել բարձր դատարանի դատավորներ եւ հակառակը։ Նաև այս համատեքստում հարց ուներ խորհրդարանի պատիվ ունեմ խմբակցության падգամավորը։ Եթե Հերարդ Թովմասյանը անաչառ չէր միայն նրա համար, որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ,
Ինչ տարբերություն հիմա հանրապետական, քաղաքացիական պայմանագիր, չգիտեմ, Հայ ազգային կոնգրես, թե այլ կուսակցության ներկայացուցիչ կներկայացվի բարձր դատարանում, ի վերջո, եթե նա ունի քաղաքական կոնկրետ շահեր։ Մեր նմանությունը միայն հետևյալում որ մենք երկուսս էլ գնում ենք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի կարգավիճակից համանդրական դատարան։ Իսկ դա շատ ավելի անկեղծ, պարոն Թովմասյանը հրաժարական էր ներկայացել նաև հանձնաժողովի նախագահի պաշտոնից, երբ առաջադրվել էր համանդրական դատարանի դատավորի պաշտոնում։ Բայց կա մի էական տարբերություն, Տիգին Թովմասյան, ի գիտություն Սահմանադրական դատարանի դատավորներից առնվազն 5-ը գնացել են Սահմանադրական դատարան անմիջապես խորհրդարանից եւ երբեք դա հարց չի առաջացրել։ Վարդանյանի պնդմամբ խնդիրը ոչ թե նրա մեջ էր, որ Հրայր Թովմասյանը խորհրդարանից տեղափոխվեց Սահմանադրական դատարան, որքան նրա մեջ, որ լինելով Սահմանադրության նոր տեքստի ջատակով, լինելով Սահմանադրության ԱՅՈ-ի շտաբի կարևորագույն դերակատարներից մեկը, իր իսկ կողմից կերտված Սահմանադրությունը թողնում է մի կողմ եւ ընտրվում է այն Սահմանադրական կարգավորումների համաձայն, որոնք օրեր անց պետք է դադարեն գոյություն ունենալ։ Օրեր անց սա իմ կարծիքով նույն իրավիճակի մասին չի վկայում։ Մենք տարբեր իրավիճակներում ենք, հավատացնում եմ ձեզ։ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն հորդորեց չխառնել անկախության եւ անաչառության հետկուսակցական կարգապահության պահպանումը, որը նրա խոսքով շատ կարեւոր է խորհրդարանական ուժերի ձևավորման համար, թե падգամավորների բարձրացած հարցերում եւ թե ելույթներում չշրջանցվեց Սահմանադրության նոր տեքստից անկախության հռչակագրի հնարավոր դուրսբերման հարցը։ Հնարավոր չի արդյոք հռչակագրին ուղղված հղումը մնա, բայց պրեամբուլայում մի միտք ավելացվի, որը ակնհայտորեն ցույց կտա, որ մենք որևէ տարածքային պահանջ, որևէ նկարտում մեր հարևանների նկատմամբ չունենք։ Տեխնիկապես դա հնարավոր չի լուծել, որ համ հռչակագիրը մնա, համ այդ հարցը լուծվի։ Եթե թույլ տաք այս հարցերին չեմ պատասխանի, ոչ թե նրա համար որ չնեմ այս հարցերի պատասխանը, այլ որովհետև այս հարցերը կարող են ձեր կողմից դրական քվի արժանանալու պարագայում դառնալ նաև Սահմանադրական դատարանում քննարկման առարկա, եւ ես ստիպված պետք է լինեմ այնտեղ պատասխանեմ այս հարցերին։ Եթե պատասխանեմ այսօր, ստիպված պետք է լինեմ ըստ էության ձեռնպահ մնալ այդ հարցերի քննարկումից Սահմանադրական դատարանում։ Այդուհանդերձ Հովիկ Աղազարյանը իր ելույթում պնդեց, որ անկախության հռչակագրին, եթե հղում չի արվում, առաջանալու են խնդիրներ։ Նրա խոսքով պետությունը կորցնելու է իր ծննդականը եւ նորն ունենալու համար 4-րդ հանրապետության տեսքով կրկին անհրաժեշտություն է առաջանալու դիմել ՄԱԿ-ին։ Աղազարյանի համոզմամբ անգամ հարկ կառաջանա այս հարցով հարևաններին դիմելու, որն էլ ավելի կդժվարացնի իրավիճակը։ Ուստի շարունակեց պնդել իր թեզը, պահպանել անկախության հռչակագիրը նոր կետ ավելացնելով։ Որը կհաստատի, կհիմնավորի, որ մենք որևէ պահանջ չունենք, մեր տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Իր եզրափակիչ ելույթում Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ մշտապես առաջնորդվել է այն ընկալմամբ, որ անկախ պաշտոնից յուրաքանչյուր անձ պետք է ունենա ժողովրդավարական արժեհամակարգ, ապա հայտարարվեց, որ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ, падգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, իսկ ընտրությունը տեղի ունեցավ այսօր խորհրդանի դահլիճներից մեկում։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Միացյալ Նահանգներ Իրան բանակցությունների վերաբերյալ կողմերը հակասական հայտարարություններ են անում։ Ամերիկացիները պնդում են, որ դրանք շատ լավ են ընթանում, իսկ իրանցիները հերքում դրանց առկայությունը։ Ի վերջո, բանակցությունները ընթանում են, թե ոչ, մանրամասները ռեպորտաժում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը անցյալ շաբաթվա վերջից ի վեր շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են վարել ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ուստի հրամայել է չհարվածել իրանական ներկայացներին։ Հիմնվելով Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև վերջին 2 օրվա բանակցությունների վրա ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը ժամանակավորապես հետաձգել խոշոր էլեկտրակայանների եւ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակման ծրագրերը։ Մենք իրոք շատ լավ քննարկումներ ենք ունեցել։ Մենք շատ ենք նրանց հետ բանակցել, սակայն այս անգամ նրանք շատ լուրջ են տրամադրված։ Հուսով եմ, որ այս անգամ հնարավոր կլինի հասնել գործարքի։ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման դեպքում այն օգտակար կլինի բոլոր կողմերի, այդ թվում Իսրայելի եւ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի մյուս դաշնակիցների համար։ Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ի վերջո կլուծենք այս հարցը, հակառակ դեպքում մենք պարզապես կշարունակենք ռմբակոծել այնքան ուժգին, որքան կարող ենք։
Սպիտակ տան առաջնորդը սակայն չի հայտնել, թե Վաշինգտոնի կողմից ով է բանակցություններ վարում Թեհրանի հետ, սակայն մի քանի ամերիկյան լրատվամիջոցներ հողում անելով իրենց աղբյուրների նշել են, որ դա նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆն ու նրա փեսա Ջարեդ Կուշներն են։ Աքսիոսը հողում անելով անանուն աղբյուրների հաղորդել է, որ այդ բանակցություններում անգամ միջնորդներ կան։ Խոսքը Թուրքիայի, Եգիպտոսի եւ Պակիստանի մասին է։ Ըստ լրատվամիջոցների այս երկրների արտաքին գործերի նախարարները վերջին 2 օրերի ընթացքում առանձին բանակցություններ են վարել Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Թեհրանը սակայն խորհրդարանի եւ արտաքին գործերի նախարարության խոսնակների միջոցով պաշտոնապես հերքել է դա։ Որևէ բանակցություն չկա ամերիկացիների հետ, վստահեցրել են Իրանից։ Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չեն վարվել եւ կեղծ լուրերն օգտագործվում են ֆինանսական եւ նավթային շուկաները մանիպուլյացիայի ենթարկելու եւ այն ճահճից դուրս բերելու համար, որում հայտնվել են Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։ Արտգործնախարարության խոսնակը միաժամանակ հայտարարել է, որ Իրանը միջնորդների միջոցով ստացել է հաղորդագրություններ, որոնցում արտահայտվում է հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ԱՄՆ-ի ցանկությունը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում որոշ բարեկամ երկրներից հաղորդագրություններ են ստացվել պատերազմը դադարեցնելու նպատակով Միացյալ Նահանգների բանակցությունների խնդրանքի վերաբերյալ, որոնց արձագանքը տրվել է երկրի սկզբունքային դիրքորոշմանը համապատասխան։ Պատասխանները ներառում էին անհրաժեշտ նախազգուշացումներ Իրանի կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման ծանր հետևանքների մասին։ Ընդգծվել է, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ցանկացած գործողություն կարժանանա Իրանի զինված ուժերի վճռական, անհապաղ եւ արդյունավետ արձագանքին։ Բաղային հավելել է, որ Իրանի դիրքորոշումը Հորմուզի նեղուցի եւ պարտադրված պատերազմի դադարեցման պայմանների վերաբերյալ չի փոխվել։ Ցանկացած լուծում պետք է ներառի ապագա հարձակումներից պաշտպանվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, ինչպես նաև հակամարտության ընթացքում պատճառված վնասի փոխհատուցում։ Այս ամենի զուգահեռ հեռախոսով զրուցել են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ղեկավարները։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուի խոսքերով ամերիկացի առաջնորդն իր հետ խոսել է Իրանի դեմ ռազմական արշավի ձեռքբերումներից օգտվելու հնարավորության մասին։ Այսօր ավելի վաղ ես խոսել եմ մեր ընկերոջ նախագահ Թրամփի հետ։ Նախագահ Թրամփը կարծում է, որ կա հնարավորություն օգտագործելու Իսրայելի պաշտպանության ուժերի եւ Միացյալ Նահանգների զինված ուժերի մեծ նվաճումները պատերազմի նպատակները իրականացնելու համար։ Նման համաձայնագիրը կապահովի մեր կենսական շահերի պաշտպանությունը։ Թեհրանի հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունների ֆոնին Իսրայելի վարչապետը նշել է, որ իր երկիրը ներկայումս շարունակում է հարվածել Իրանին եւ Լիբանանին։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Կոլումբիայի ռազմաօդային ուժերի Հերկուլես C-130 ինքնաթիռը վթարի է ենթարկվել երկրի հարավում։ Օդանավում եղել է 114 զինծառայող եւ անձնակազմի 11 անդամ։ Նախնական տվյալներով զոհվել է 66 մարդ։ Երկրի պաշտպանության նախարարը X-ում հաստատել է վթարի մասին լուրը։ Պեդրո Սանչեսը գրել է, որ վթարի պատճառն առայժմ հայտնի չէ։ Նա սակայն նշել է, որ հանցավոր խմբավորումների կողմից հարձակման որևէ նշան չկա։ Նախարարի խոսքով վթարի վայրում աշխատում են զինվորականներ։ Այսօր ժամը 14:10-ին Մարտունի քաղաքից 8 կիլոմետր հարավ-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-ից 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար եւ Մադինա գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Ապրիլի 1-ից հայ փոստի բաժանմունքներից կանխիկ եղանակով վճարումներ չեն լինի թոշակառուների եւ նպաստառուների համար։ Այս պահին Գյումրիում բոլոր շահառուները անցել են անկանխիկ վճարման եղանակի, բայց ոչ բոլորն են ապահովված բանկային վճարային քարտերով։ Տեղաշարժման սահմանափակումներով 100-ից ավելի շահառուների բանկային քարտերը դեռ պատրաստ չեն։ Քարտը չեմ ստացել, բայց թիմել եմ։ Ասել են թոշակի հետ երբ որ նստավ թոշակը քարտերն կտանք։ Իր նախընտրած բանկի տրամադրած քարտով ապրիլից տարեց թոշակառուն անկանխիկ եղանակով կստանա իր թոշակը։ Դիմումը մինչև մարտի 5-ն է ներկայացրել միասնական սոցիալական ծառայություն։ Դա այն ժամկետն էր, երբ թոշակ նպաստ ստացողները կարող էին ինքնուրույն ընտրել բանկը եւ ստանալ իրենց բանկային քարտը։ Ամսի 5-ից սկսած այդ դիմումների ընդունելը կասեցվեց, այլևս դիմումներ չէին ընդունում իրենց նախընտրած բանկը տեղափոխելու նպատակով։ Մարտի 5-ից հետո կանխիկից անկանխիկի անցման վերաբերյալ դիմումներ չեն ընդունել։ Փոխարենը համակարգում ինքնաշխատ եղանակը գործի դրվեց։ Կանխիկից անկանխիկ փոխադրումը կատարվել է պատահականության սկզբունքով եւ տարբեր բանկերում։
Այն կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք մինչև մարտի 5-ն էին անցել անկանխիկի, նրանք արդեն օգտվել են 20% հետվճարից։ Քարտով կստանամ ու հետվճար կստանամ։ Ու գոհ եմ։ Այդ 10,000 գուկը շատ մեծ բան է մեզ համար։ Շատ լավ է, եթե փող ունենաս, մնացած կոմունալ բաներից մուծես, դրան քարտով չի կարելի, որտեղ այն հավելավճար չի նստում։ Քարտով առևտուր արել ենք, բայց եղել է որ ասենք գումարը պետք եղել, մնացածն է հանել ենք։ Միայն Գյումրիում կենսաթոշակ եւ նպաստ ստացող 250 քաղաքացիների վճարային բանկի ընտրությունը կատարվել է ավտոմատ։ Նրանք այն քաղաքացիներն են, ովքեր չեն կարող ինքնուրույն գնալ բանկ։ Մնացել են այն մարդիկ, որոնք տեղաշարժման խնդիր ունեին, ստորագրելու խնդիր ունեին, հիմա զբաղված ենք այդ տեղափոխված կենսաթոշակները քարտերով ապավելու հարցով։ Մենք արդեն գիտենք մեր որշահառուի կենսաթոշակը որ բանկի տեղափոխվել։ Ու բանկերն էլ ստացել են այդ ցանցերը, որ այս տեղափոխվածներից ասեցի, այս մասը այս խնդիրն ունեն, այս մյուս մասը այն խնդիրն ունեն։ Տեղաշարժման սահմանափակում կամ առողջական այլ խնդիրներ ունեցող շահառուներին վճարային քարտերը բանկերն էին հասցնելու սուրհանդակային ծառայությունների միջոցով։ Համենայն դեպս կառավարության որոշմամբ այդպես էր նախատեսված, բայց ինչպես ակնհայտ է դառնում, բանկային կազմակերպություններն այդ քայլին չեն գնացել։ Գյումրիում գործընթացը միասնական սոցիալական ծառայության աշխատակիցներն են առաջ տանում։ Այդ սուրհանդակային ծառայությունը վճարովի ծառայությունն է, բանկեր կան դրանց հետ պայմանագիր ունեն, բանկեր կան չունեն։ Բայց որ հույսը դրա վրա դնել է, այդքան առողջ չէ։ Քանի որ պետական մարմիններն են նախաձեռնել, ուրեմն պետական մարմինների վրա է ամբողջ պատասխանատվությունը։ Մենք ենք պատասխանատու։ Տեղաշարժման սահմանափակումներ ունեցող քաղաքացիներին աջակցելու համար տարածքային կենտրոնը 6 սոցիալական սատարող է լիազորել։ Նրանք իրավունք են ստացել թողարկված բանկային քարտերը տրամադրել շահառուներին։ Նրանք, ովքեր որ ունեն ստորագրելու հետ կապված խնդիր, պիտի արձանագրություն կազմենք եւ այդ արձանագրությունը ներկայացնենք բանկին, այսինքն երբ որ այդ արձանագրությունը ներկայացնում ենք, այսինքն բոլոր փաստաթղթերը պատրաստ է։ Իսկ եթե ունեն նաև տեղաշարժման խնդիր, բայց ստորագրելու հետ կապված խնդիր չունեն, մենք տանում ենք տուն, իրենք արդեն այնտեղ տեղում ստորագրում են։ Սոցիալական սատարողների միջոցով անկանխիկի քարտեր են տրվել առայժմ 37 քաղաքացու, բայց դրանց սպասում է եւս 213-ը։ Մինչև ապրիլի 1-ը պարտադիր է, որ միասնական սոցիալական ծառայության Գյումրիի տարածքային կենտրոնը շահառուներին ապահովի վճարային քարտերով։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Այժմ հոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։